Այժմ տեսնենք ինչ է մտահոգում ձկներին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, երբ կարտերը նայում եմ ես հիմա այս բոլոր կենդանակերպի նշանների համար, շատ բաներ կրկնվում են։ Ես որտեվ վերջերս որ նայում էի, չգիտեմ, մայիսի համար էր, հաջորդ շաբաթվա համար էր, շատ բաներ կրկնվում են եւ հավատացեք, կրկնվելու են այնքան, մինչեւ հարցը լուծվի։ Եթե ձեզ անդադ նույն միտքը, նույն, չգիտեմ, մտավախությունն է անհանգստացնում, այնքան են կարտերը նույն հարցի շուրջ բացվելու, մինչեւ որ այդ խնդիրը վերջանա։ Ես իմ փորձից եմ ասում 20 տարուց ավելի արդեն կարտել նայում։ Եթե նորից նույն բան անդադ բացվում է, դա նշանակում է, որ հարցը չի լուծվել կամ այդ իմաստով ոչինչ չի փոխվել։ Ինչու են այսպեսի վիճակում ձկները։ Տեսնում եմ խաչ, ձկներ, տեսնում եմ խաչ։ Շատ ճակատագրական, շատ բարդ մի տեսակ իրավիճակում են, բայց իրենցից ոչինչ կախված չէ։ Եվ ամբողջ խնդիրը դրանում է, ավելի ծանրանում է այս կարտը, այս վիճակն է ծանրանում, ձեր մտքերն են ծանրանում, ձեր մտահոգությունն է ավելանում եւ չի պակասում, որովհետեւ ձեզնից ոչինչ կախված չէ, դուք ոչինչ չեք կարող անել։ Տեսնում եմ առնետների կարտը, աղվես եւ տեսնում եմ ժամանակ։ Ժամացույց, այսինքն ժամանակի կարտը։ Դե առնետները աշխատանքի վայրում կարող եմ ասել ինչ որ խնդիրներ են եղել, ինչ որ կորուստներ են եղել, չեմ կարող ասել թե ինչ է կորցրել։ Ուղղակի եւ աղվեսը եւ առնետը երկուսն էլ, եթե տեսնում եք, ես սիրում եմ երկուսն էլ նայել եւ կարտերով եւ նկարներով, այսինքն եւ Լենարմանով եւ սովորական կարտերով։ Սա իրականում աշխատանքի հետ է կապված։ Ինչ որ կորուստներ են եղել, ինչ որ աշխատանքի վայրում թերացումներ եւ սխալներ են եղել եւ ինչ որ կա այսպես մի խորամանկ կին, որ իր պատճառով խնդիրներ են լինում, բայց ինքը անդադ փորձում է ջրից թարս դուրս գալ, չոր դուրս գալ, ներողություն։ Այո, ինչ որ մի կին կա, ինքը իր պատճառով սխալներ են լինում, բայց ինքը անդադ փորձում է տակից դուրս գալ, միգուցե մեղադրել ուրիշներին, աղվես ինչ պետք է անի։ Բայց այս կնոջ եւ կին է սա, կնոջ պատճառով է։ Եվ սա կարող եմ ասել ժամանակի կարտով, սա բավականին երկար, տևական էլ process է։ Նոր մի բան չի, ես չգիտեմ, դուք երևի գիտեք այս մասին, դրա համար ձեզ անհանգստացնում է։ Հաջորդիվ տեսնում եմ այստեղ նամակ, տեսնում եմ կին, տեսնում եմ հաջողության կարտը։ Ես կարծում եմ, որ այս հարցով, այս կնոջ հարցով, այս խորամանկ աղվեսի, որը անդադ խնդիրներ է առաջացնում, իր պատճառով ինչ որ կորուստներ են լինում, ես չգիտեմ, հեղինակության կորուստ է, թե աշխատանքում ինչ չեմ կարող ասել ինչի կորուստ է աշխատանքում, բայց անդադ վնաս է պատճառում ձեզ։ Իրականում փորձում եք ավելի շատ հաղորդակցվել մեկ այլ կնոջ հետ, որի հետ աշխատում եք, որ իրականում շատ հաջող անձնավորություն է։ Շատ, կա մի դրական, այսպես կարող եմ ասել, նաև դրական աշխատանքի վայրում, նա բացասական կին էր, սա դրական էր, որ փորձում եք նրա հետ աշխատել եւ հաջողությունը տեսնում եք նրանից կախված, որովհետեւ սա ավելի շատ հաջող կին է եւ երևի թե ինքը կարողանա ձեզ օգնել հաջողության հասնել։ Տեսնում եմ ջրհոր, տեսնում եմ լուսին, տեսնում եմ նավակը եւ տեսնում եմ լաբիրինթ։ Գիտեք, այստեղ մտածում եմ, որ իրականում շատ ավելի խորքային, ավելի բարդ են հարցերը, քան ձեզ թվում է։ Եվ լուսնով էլ եմ այդպես տեսնում։ Այսինքն դուք ինչքան փորձեք այս կնոջ միջոցով, երբ որ հաղորդակցում եք իրեն, որտեվ իրեն վստահում եք, հաջող կարտով կարող եմ ասել, որ դուք շատ վստահում եք այս կնոջը։ Ինչքան փորձում եք հարցեր տալ, փորձել այս կնոջ միջոցով պարզաբի, գուցե այս կինը ավելի մոտ է աշխատում այդ մյուս կնոջը անհաջողին։ Ավելի շատ բան է պարզում ձեզ համար։ Ինչքան հարցնում եք, փորձում եք պարզաբանել, հակառակը ավելի է խորանում, ավելի կասկածամիտ եք դառնում,
այնքան գործը տեղից չի շարժվում եւ հայտնվում եք հակառակը ավելի շատ ծուղակում լաբիրինթում եք հայտնվում եւ ի վերջո այսպես դառնալու է կարող է վիճաբանությունների առարկա լինել եւ այո, ես էլ տեսնում եմ կինը այստեղ կանայք էլ ես չգիտեմ ձուկը կոնկրետ ինքը կին է թե կին չէ, բայց կարող է եւ ինքն էլ է կին, ուղղակի այստեղ 3 կին եմ տեսնում, 3 հոգու մեջ է այս խնդիրը։ Աղվեսն էլ կին խնդիրեր առաջացնում, դուք եթե կին եք փորձում եք մյուս երրորդ կնոջ միջոցով այս հարցը լուծել, բայց իրականում չնայած կինը շատ դրական է։ Տեսեք, ելի եմ ասում, շատ խելացի կին է գործից հասկացող եւ իրականում երկրորդը ում միջոցով ուզում եք բարձել ինչ որ հարցեր բարձել ձեզ համար, որի օգնությանը պետք է դիմեք։ Իրականում ինքը շատ ճիշտ կին է դիմելու համար։ Պարզապես դուք ավելին եք բարձում, կարծես այդ կինը ավելի շատ բան գիտի այս մյուսի մասին, քան դուք կարծում եք, եւ խնդիրներն իրականում ձեզ տանում են փակուղի։ Ես այստեղ տեսնում եմ օծը, այսինքն սա իմաստուն կնոջ կամ իմաստուն մարդու ավելի շուտ, իմաստության կարտն է։ Այսինքն տվյալ դեպքում ոնց որ հասկանում եմ պետք է կարտերը խորհուրդ են տալի, պետք է իմաստուն գտնվել, ինչքան կարելի է այսպես շրջվել, պտտվել նույն վայրում, նույն տեղում, ինչքան բացահայտում եք այդ կնոջ մասին, այնքան ավելի բացասական ինֆորմացիա եք ստանում։ Եվ ձեզ նորից ինֆորմացիա է գալիս, դուք անդադ նոր ինֆորմացիա եք ստանում ու կարծես այսպես անդադ, բայց ոչ մի տեղից ոչինչ չի շարժվում։ Ձեզ կան շատ ավելի նվիրված հավատարիմ մարդիկ, որոնց հետ աշխատում եք։ Տեսնում եք, այո, ձեր միջավայրն իրականում շատ լավն է։ Դուք էլ լավ պաշտոն ունեք, դիրք ունեք ըստ երևույթին, բայց եթե աշխատողներից մեկը թիմով եք չի աշխատում, եթե աշխատողներից մեկը անդադ սխալներ է անում իր պատճառով աշխատանքի վայրում կորուստներ կան, ինչքան էլ դուք լավ աշխատեք, մեկ է ձեր հեղինակության վրա ազդում է։ Այսինքն այստեղ կարտերը խորհուրդ են տալիս, որ ձեր ձեռքում է իրականում որոշումը, դուք պիտի իմաստուն գտնվեք եւ որոշում կայացնեք։ Չգիտեմ, այսինքն դες շատ նվիրված հավատարիմ մարդիկ կան, միջավայր աշխատանքում շատ հաջող է, դուք լավ գործի եք, դուք լավ մասնագետ եք, այս մեկի պատճառով կորուստը նշանակում է միգուցե պետք է հեռացնել այդ աշխատողին։ Ես չգիտեմ, միգուցե շատ կտրուկ եմ ասում, բայց գլխացավանքը մի հոգի է, ինչ որ կին է գլխացավանքը, մնացած ամեն ինչը նորմալ եմ տեսնում։ Բայց դուք բավականին ուժեղ եք, որպեսզի կարողանաք գտնվել իմաստուն հարցը լուծել։ Ինչ-որ մի բան էլ կարող են ավելացնել կարտերը։ Երկուս մեկը իրեն այս կարտը դուրս եկավ։ Սա իրականում սարերի կարտն է, այսինքն խոչընդոտը պետք է հեռացնել։ Սարերի մեջ խճճված լինելու վիճակից պետք է գնալ այգի հարմարավետ, այսինքն ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում, ամպերը, չէ, պետք է հեռացնել խնդիրը այդ կնոջը, այդ աշխատողին, կամ չգիտեմ, իր հետ պետք է խոսել, զրուցել, մասնագիտացման ուղարկել, մարդը պետք է կատարելագործվի, միգուցե գործը լավ չի անում, լավ մասնագետ չի, որպեսզի կարողանա ձեր աշխատանքը, այսպես ասեմ, ավելի լավ տեղ գաք հասնեք, հա, ես կարող եմ ասել, որ այգիով, այսինքն աշխատանքը պետք է լինի շատ ավելի այսպես հարմարավետ բոլորի համար, որտեղ մեկի սխալները անդադ ուղղելով, այդ ոչ մեկին ոչ միտեղ չի տան։ Բխանակ ամեն մարդ իր գործն անի, փորձում եք մեկի գցած քարը, հա, ծորից հանել։ Այո, կամ խոչընդոտը պետք է հեռացնել, կամ պետք է ուղղակի երևի իրեն ուղարկել կատարելագործման, այգին կարող է լինել այդպես, մարդը պետք է գնա նորից ուսումնասիրի կամ նորից կրթվի, նորից նոր գիտելիքներ ձեռք բերի։ Ամեն դեպքում ղեկավարը դուք եք եւ դուք պետք է որոշեք։ Այո, ես ճիշտ ասած ուրիշ ոչ մի խորհուրդ չեմ տեսնում կարտերից։ Դուք պետք է որոշում կայացնեք, ձեր որոշումն է։ Եվ ես հասկանում եմ, որ շատ բարդ որոշում է ձեզ համար։ Ես չգիտեմ, միգուցե աշխատողը վաղուց է աշխատում կամ դուք իրեն մտերիմ եք, ընկերուհի եք եղել, դրա համար դժվարանում եք, որտեղ այստեղ է խաչի 6-ն է։ Այսինքն խաչը նաև աշխատանքի հետ է կապված եւ ճանապարհ է, այսինքն ինչ որ մեկին պիտի թողնեք, որ գնա։ Դուք ուզում եք իրեն պահել ու անդադ հույս ունեք, որ միգուցե կշտկվի, միգուցե էլ այսպես չի լինի, բայց իրականում այդպես չէ։ Ես ոնց որ հասկանում եմ, իրականում պետք է թողնեք, որ այս մարդը գնա։ Ես այդպես եմ տեսնում համենայն դեպս։